Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Զվարթնոց օդանավակայանում վայրեջք է կատարում Ղրղըզական Հանրապետության խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուլուի գլխավորած պատվիրակությունը։ Երևան ժամանած հյուրերին դիմավորում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Հայաստան-Ղրղըզստան բարեկամական խմբի ղեկավար Ալեքսեյ Սանդիկովը։ Ազգային ժողովում արդեն պաշտոնակցին ընդունում է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը։ Ղրղըզական Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հանդիպումների շարքը պաշտոնական է ու այն մեկնարկում է Ալեն Սիմոնյանի հետ առանձնազրույցով։ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուլուն մեր երկրի խորհրդարանի ղեկավարին նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա փաստեց, որ տպավորված է Հայաստան կատարած այցով։ Խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցին հաջորդում է արդեն ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցում են նաև բարեկամական խմբի անդամները։ Առանցքում երկկողմ հարաբերություններն են ու տարբեր ձևաչափերով դրանց ընդլայնման հնարավորություններն ու անհրաժեշտությունը։ Ալեն Սիմոնյանը երկկողմ մի շարք ընդհանրությունների կողքին կարևորեց միջխորհրդարանական համագործակցության ու բարեկամական խմբերի ակտիվացումը։ Խոսելով տարածաշրջանային ուղղություններից Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծին, նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել։ Ղրղըզստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, ի պատասխան նշեց այդ երկրի խորհրդարանի ղեկավարը։ Քննարկման սեղանից անմասն չէին Երևան-Բիշկեք տնտեսական համագործակցության ուղիները։ Այս համատեքստում էլ Ազգային ժողովի նախագահը շեշտեց խաղաղության խաչմերուկ նախագծի կարևորությունը։ Շուրջ 1 ժամ տևած հանդիպման շրջանակում երկկողմ փոխգործակցության պայմանավորվածություններն ամրագրվեցին փաստաթղթով։ Խորհրդարանների նախագահները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ղրղըզական Հանրապետության Ժոգորկ ու Քենեշի միջև համագործակցության մասին հուշագիր, որով նախատեսվում է ակտիվացնել հանձնաժողովների բարեկամական խմբերի եւ աշխատակազմերի համագործակցությունը։ Մեր ազգային ժողովի նախագահան խոսեց, որ պետք է ակտիվացնել հումանիտար, մշակութային բնույթի միջոցառումները, այստեղ մենք ակտիվացնենք ոչ միայն միջխորհրդարանական շփումները, այլ նաև դրանք կմիացնենք երիտասարդական թևը, դրանք կմիացնենք մեր գիտնականներին, որովհետև այն ավանդական կապերը, որ եղել է մեր ժողովուրդների միջև առնվազն խորհրդային միության տարիներին, հիմք են առնվազն նոր որակի հարաբերություններ ստեղծելու համար։ Նշենք, որ բարեկամական խումբը ղրղըզական կողմից ղեկավարում է Բաքտիբեկ Սիդիկովը, իսկ հայկական կողմից Ալեքսեյ Սանդիկովը։ Ընդլայնված կազմով հանդիպման շրջանակում Ղրղըզստանի խորհրդարանի նախագահը միջազգային ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնման գործում ունեցած ավանդի համար Ազգային ժողովի падգամավորին հանձնեց պատվոգիր։ Ինձ համար դա բավականին բարձր գնահատական է, որովհետև այնպես է ստացվել, որ հենց հայ-ղրղըզական միջխորհրդարանական հարաբերությունները թեև երկկողմ մակարդակով թերևս այդքան ակտիվ չեն, ինչպես մնացած բոլոր հարթակները, բայց մենք շատ հաճախ հանդիպում ենք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հարթակում եւ այնտեղ են քննարկում բազմաթիվ հարցեր։ Բացի դրանից նաեւ դիտորդական առաքելություններով քանիցս եղել ենք Ղրղըզական Հանրապետությունում եւ այդ դիտորդական առաքելությանը զուգահեռ փորձել ենք նաեւ ամրապնդել միջխորհրդարանական կապերը։ Հանդիպումների ավարտին Ղրղըզստանի խորհրդարանի նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրանցամատյանում, ապա Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ շրջեց Ազգային ժողովի շենքում։ Հայաստան կատարած այցի շրջանակում Ղրղըզական Հանրապետության պատվիրակությանն ընդունեց վարչապետը Նիկոլ Փաշինյանն ընդգծեց երկու երկրների եւ ժողովուրդների միջև առկա ամուր հարաբերությունների փաստն ու հավելեց. պետք է հիմնվել դրանց վրա, զարգացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում։ Հանրապետության նախագահի հետ հանդիպմանն էլ ընդգծվեց կառուցողական երկխոսության, միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման եւ խաղաղ կարգավորման մեխանիզմների կիրառման դերը։